Այսօր Հայաստանում ծերերից շատերը գտնվում են սոցիալական ծանր պայմաններում, նրանք չեն կարողանում հոգալ օրվա հացի, անհրաժեշտ դեղորայքի և բժշկական օգնության կարիքները։ Երկար տարիներ ամուսինս մահացել է, մնացել է մենակ, լողարան չունեմ, կոմունալ հարմարություններ համարյա չունեմ, նեղվատկ եմ ապրում, օգնող չունեմ, միայն գթությունն է ինձ օգնում, որ ես կարողանամ իմ պարտքերը փակեմ, իմ ծախսերը վճարեմ, լույսի վարձն են անգամ գրում։ Գթության անդամներն են եկել ինձի պահել հիվանդանոցում, կերակրում էին, յազարը ճորկատ բերում էին, ճաշը տենց ջրալի տենց բերում էին, ինձ կերակրում էին, մինչև ժամի 4-ը մնում էին ինձ մոտ, իմ ամբողջ անկողինը իրանք տանում, լվանում, բերում էին, տալիս էին ինձ, դեղեր էին տալ, են թանկ դեղեր էր, որ այդ դեղերը հնարավոր չէր բալաջան, այդքան ինձ պահել է, եկեղեցին չլիներ, հիմա ես կորած էի։ Կյանքի խոսք ավետարանական եկեղեցին 2011 թվականից իրականացնում է օգնություն միայնակ ծերերին ծրագիրը։ Ծրագրի նպատակն է օգնել անկողնային հիվանդներին, միայնակ և անօգնական ծերերին։ Ծրագիրը իրականացվում է եկեղեցու կամավորականների օգնությամբ և եկեղեցու անդամների ֆինանսավորման շնորհիվ։ Ամբողջ կյանքս եմ մենակ ապրել, 20 տարեկանից մենակ եմ ապրում, այստեղ 10 տարի է, բանը 5 տարի էլ գործանում եմ ապրել, որտեղ աշխատում էի, իմ հիվանդությունն է ինձ նեղացնում, աչքերս լավ չի տենում, ոչ էլ օգնող կա ինձ, մի հատ կին կա, մեր եկեղեցու Նային խմբակի ավակներից է։ Ամեսներով պարկել եմ անկողնում, էդքինն է եկել իմ պահի գնաց։ Եկեղեցու կամավորականները ամեն օր այցելում են սոցիալապես անապահով միայնակ ծերերին, անկողնային հիվանդներին, հոգալով նրանց սննդի, հագուստի, բժշկական օգնության կարիքները։